Եվ այսպես Փաշինյանի հակաեկեղեցական արշավը վերածվել է ակցիայի։ 10 եպիսկոպոսներին հաջորդել են 16 քահանաներ, որոնք միացել են Փաշինյանի այսպես կոչված բարենորոգման նախաձեռնությանը։ Իսկ Մայր Աթոռին հավատարիմ հոգևորականները կոշտ են արտահայտվել եկեղեցու դեմ ընթացող արշավին միացողների վերաբերյալ։ Սոցցանցերում ընդգծում են, որ չեն ընդունում եկեղեցին ու ժողովրդին պառակտող ցանկացած քայլ։ Ասողիկ Աբեղա Կարապետյանը նշել է, որ պառակտիչները կպատժվեն եւ կոչ է արել քահանաներին ու ժողովրդին մնալ միասնական, հավատարմորեն ծառայել եկեղեցուն ու ազգին։ Հայոց եկեղեցին զորեղ է եւ այս փորձությունն ամրությամբ ու իմաստությամբ կհաղթահարի, ինչպես անցյալի բոլոր փորձությունները։ Շատ բնական է, որ ի հայտ եկան իրենց ամբարի, շտապստամբ ու կանոնազանց թեմակալ առաջնորդներին հետևորդ անարժանապատիվ նույնատիպ մի քանի քահանաներ։ Որոշ է, որ բոլոր այս աստվածուրաց եւ հակաեկեղեցական գայթակղեցնող գործողություններն ու անձերը, որոնք այլևս աստվածային պատժի ներքո են, արժանանալու են նաեւ մեր Սուրբ եկեղեցու եւ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի արդար եւ իրավ վճռին։ Թող ամենասուրբ Աստված իր աստվածային արդարությամբ եւ ճշմարտությամբ հայոց եկեղեցուց սրբի եւ հեռացնի վարձկան, կեղծ եւ արծաթասեր, անդեմ ու աննկարագիր սպասավորներին։